Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր հայ առաքելական մեր Սուրբ եկեղեցին նշում է մեծ պահքի երրորդ կիրակին եւ այսօրվա ավետարանական հատվածից վերցված նաեւ այս կիրակին կոչվում է անառակ որդու կիրակի։ Գիտեք հավանաբար, որ մեծ պահքի կիրակիները ունեն յուրահատուկ կանոններ կապված խորհրդի հետ եւ այս կիրակին անառակ որդու վերադարձի առակից ելնելով կոչվել է անառակի կիրակի։ Այսօր պետք է խորհենք այս առակի շուրջ, բայց որպեսզի ավելի ընկալելի դառնա իրավիճակը, պետք է հիշենք մի փոքր նախորդում ինչ էր տեղի ունենում։ Տեր Հիսուս մեղավորների, մաքսավորների հետ էր շփվում եւ փարիսեցիները ընդդիմանում էին եւ կարծում էին, որ արժան չէ վարդապետին շփվել մեղավորների հետ, որովհետեւ ընկալում կար, որ եթե պիղծ մեկի հետ շփվում ես կամ պիղծ մեկի հետ սեղան ես նստում, դու էլ ես պղծվում։ Եվ այս մեղադրանքների ֆոնին Տեր Հիսուս պատմում է անառակ որդու առակը, ասելով, որ կար մի մարդ, որ ուներ երկու որդի։ Նրանցից կրտսերը դիմում է հորը եւ ասում. հայր, տուր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը, եւ հետաքրքրական է հոր վերաբերմունքը, որ չի վրդովվում եւ տալիս է նրան հասանելիք բաժինը։ Որպեսզի սա մեր մտքում ճիշտ ուրվագծվի, պետք է հասկանանք առաջին դարերի ընկալումները եւ մանավանդ հրեական միջավայրը։ Հոր կենդանության օրոք ժառանգություն պահանջելը նշանակում էր հորը համարել մեռած։ Եվ եթե որդին գնում է այս քայլին, սա մեծ անարգանք էր հոր նկատմամբ եւ այնուամենայնիվ հայրը լռությամբ տանում է այդ անարգանքը եւ կիսում է, տալիս է իրեն հասանելիք բաժինը։ Հրեական օրենքի համաձայն որդիների մեջ ժառանգության բաշխումը տեղի է ունենում 2/3 եւ 1/3 չափաբաժնով։ Ավագ որդին ստանում էր կրկնակի բաժին, իսկ կրտսերը ստանում էր միայն 1/3։ Ըստ երևույթին նման մի բաշխում է տեղի ունենում եւ այս կրտսեր որդին վերցնում է քիչ օրեր անց այդ բաժինը փողի է վերածում եւ գնում է, ասում է ավետարանը, հեռու աշխարհ եւ այնտեղ վատնում է ամեն ինչ, ինչ որ հոր ժառանգությունից իրեն բաժին էր հասել։ Ասում է անառակ կյանքով էր ապրում։ Եվ գալիս է մի դրվագ, մի պահ, օտար երկրում սով է լինում եւ ինքն էլ, որ մսխել էր իր ամբողջ ունեցվածքը, ստիպված է լինում գնալ եւ օտար երկրի մեջ հարել օտարականի եւ այդ օտարականի մոտ իբրև ծառա ընդունվել եւ ծառայություն մատուցել։ Ավետարանը նկարագրում է կրտսեր որդու անկման աստիճանը, նշելով, որ նա սկսեց խոզ պահել, խոզնարած դարձավ։ Հրեական միջավայրում կային պիղծ եւ սուրբ կենդանիներ։ Խոզը համարվում էր պիղծ կենդանի եւ
խոզ ուտել արգելվում էր, ինչպես որ այսօր էլ չեն ուտում հրեաները եւ նույն կերպ նաեւ մուսուլմանները չեն ճաշակում խոզ։ Եվ ուտելուց զատ, եթե մեկը խոզ էր պահում, համարվում էր անիծված։ Եթե հրեան այդ պիղծ կենդանու այսպես խնամքն էր ստանձնում, խոզնարած էր դառնում, համարվում էր, որ ինքը անիծված է։ Եվ ուրեմն այս կրտսեր որդու անկումը տեսնում ենք, որ ինչ աստիճանի է հասնում։ Հետաքրքիր է, որ անկման այս ճանապարհը չի բերում նրան գիտակցության, մինչև որ, ինչպես ավետարանն է ասում, սովի է մատնվում եւ ուզում է խոզի կերը ուտել, սակայն դա էլ նրան թույլ չեն տալիս։ Մի տեսակ դառնում է ավելի ցածր մեկը, քան խոզն էր։ Եվ այդ ժամանակ մահվան առաջ կանգնած, սովամահ լինելու վտանգի առաջ կանգնած, նոր ուշքի է գալիս, գիտակցում է եւ ասում. քանի վարձու աշխատողներ կան իմ հոր տան մեջ, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ, գնամ իր հոր մոտ եւ նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի եւ երկրի առաջ եւ քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրու իբրև քո աշխատակիցներից մեկը։ Տեսնում ենք, սիրելիներ, որ որդու ուշքի գալը բառացի կերպով, եթե թարգմանենք, ասում է ինքն իրեն եկավ, գիտակցության եկավ, ինքն իրեն վերադարձավ։ Եվ այդ ինքն իրեն գալու շոշափելի պատկերը հավանաբար մեր կյանքում պիտի լինի, երբ մեկը սաստիկ ալկոհոլի ազդեցությունից դուրս է գալիս, ինչպես է, դառնության մեջ ուշքի է գալիս, կամ թմրանյութի ազդեցությունից ուշքի գալուց, ինչպես է լինում։ Այդ ինքն իրեն գալու պատկերը կարելի է համեմատել նման մի պատկերի հետ։ Եվ որոշում է վերադառնալ իր հոր տուն, ասել, որ մեղք է գործել երկնքի եւ իր հոր առաջ, խնդրել, որպեսզի իրեն ընդունի իբրև իր ծառաներից մեկը։ Եվ այս մտքերով վերադառնում է դեպի տուն։ Եվ մենք տեսնում ենք ճանապարհին, երբ որ հայրը տեսնում է նրան հեռվից, տեսնում ենք, որ գթում է նրան, ասում է ավետարանը, հայրը գթած նրան, վեր կացավ եւ վազեց նրան ընդառաջ։ Ընկավ նրա պարանոցով եւ համբուրեց նրան։ Ավետարանը, երբ որ նայում ենք այս առակը, տեսնում ենք, որ մոր կերպար չկա։ Ասում է մի մարդ կար, երկու որդի ուներ։ Մոր կերպարը մի տեսակ անտեսված է այս պատմության մեջ եւ սա մեզ հուշում է, որ խոսքը այստեղ հոր մասին, երբ որ խոսվում է, խոսքը Աստուծո կերպարի մասին է։ Եվ մենք տեսնում ենք մանավանդ, որ այս հոր կերպարի գործունեության մեջ, գործողությունների մեջ մայրական սիրո նշաններ կան։ Եվ Աստվածաշունչը հաճախ Աստուծո սերը նկարագրելու համար ոչ միայն հոր կերպար է կիրառում, այլ նաև մայրական որոշակի գորովանք է դնում այդ սիրո մեջ։ Եվ ավետարանական առակի մեջ մենք տեսնում ենք այդ նրբերանգները։ Որոնք են դրան։
դրանք։ Սովորաբար մեր կյանքից եթե օրինակ վերցնենք, հայրերը միշտ չէ որ նման կերպ կվարվեին։ Սովորաբար հայրերը ավելի ծանր դիրքից են հանդես գալիս։ Եվ եթե զավակը մեղք է գործում հոր նկատմամբ, սովորաբար չի ակնկալվում այն, որ հայրը պետք է ընդառաջ գնա որդուն։ Կարելի է տրամաբանորեն ակնկալել, որ հայրը պետք է սպասեր իր տեղում, թող գա ներողություն խնդրի եւ հետո կտեսնենք մոտավորապես այս դիրքերում եւ սպասեր որդուն տանը հոր գտալը դուրս վազելը ընդառաջ գնալը եւ փարվելը որդուն ավելի հուշում է մայրական սիրո դրսևորում։ Մանավանդ առաջին դարերում հայրական այդ հոր կերպարի ավելի խիստ նկարագրությունը պիտի թույլ չտար այսպիսի վերաբերմունք։ Մանավանդ զգեստները այն ժամանակների մեր այսօրվա զգեստների պես չէին, ավելի երկար էին, վազելու ընթացքին գուցե հայրը սայթակեր, ընկներ եւ ծաղրի առարկա դառնար։ Ուրեմն այս վերաբերմունքը հոր կերպարի, հոր կողմից կատարված վերաբերմունքի մեջ մենք տեսնում ենք նաև մայրական դրսևորումներ։ Եվ շատ հետաքրքրական կերպով այս նրբությունը պատկերել է Ռեմբրանտ հռչակավոր նկարիչը, որը իր անառակ որդու վերադարձը կտավի մեջ պատկերում է հոր ձեռքերը երկակի։ Եթե առիթ ունենաք համացանցում փնտրել այդ նկարը եւ նայել, պիտի տեսնեք, որ հայրը, երբ որ գրկում է որդուն, մեկ ձեռքը պատկերված է ավելի կոշտ, ավելի առնական, մյուս ձեռքը պատկերված է ավելի նուրբ, մայրական։ Եվ մենք տեսնում ենք, որ այս կերպ Ռեմբրանտն էլ փորձել է ցույց տալ հոր վարքի մեջ մայրական սիրո նրբություն։ Մենք տեսնում ենք նաև այս առակում, որ որդու միտքը ճանապարհին փոխվում է։ Սկզբում որդին ասում էր, որ կգնա եւ կասի, որ մեղք է գործել երկնքի եւ իր հոր առաջ, արժանի չէ որդի կոչվելու եւ ասում էր իր մտքում, որ կասի թող քո ծառաներից մեկը լինեմ։ Բայց երբ որ հանդիպում է հորը եւ հոր ընդառաջ վազքն է տեսնում եւ գրկախառնությունն է տեղի ունենում, ծնկում է նրա առաջ եւ ասում է. հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Վերջին մասը ընդունել ինձ քո ծառաներից իբրև մեկը չի արտասանում։ Եվ սա շատ կարևոր նրբություն է, հանգամանք է, որով որ մեզ ցույց է տալիս Տերը, որ եթե ինքն իրեն որպես ծառա ներկայացներ հոր առաջ, դարձյալ չպիտի վերականգնվեր որդիության հանգամանքի մեջ։ Պիտի ընդունվեր, բայց պիտի լիներ ծառա, վարձկան։ Բայց որդին կրտսեր ամբողջությամբ իրեն դնում է իր հոր առաջ եւ ասում է, որ արժանի չեմ որդի կոչվելու։ Զղջումը կատարյալ է դարձնում։ Եվ հայրը, ասում է ավետարանը, անմիջապես հրամայեց, որ հանեն նրա նախկին պատմուճանը եւ հագցնեն նրան նորը իր նախկին, այսինքն մինչև անկում ապրելը եղած պատմուճանը, մատանին նրա մատին դնեն, ոտքերին կոշիկներ։ Այս պատմուճանի փոփոխությունը, ոտնամանների փոփոխությունը, մատանու հանգամանքը իշխանական վիճակին վերադառնալու
կրկին իր դիրքի մեջ վերադառնալու նշաններն են։ Եվ հրամայում է, որպեսզի ես մորթեն եւ խնջույք անեն, որովհետեւ ասում է իմ որդին մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց։ Եվ իրապես տեսնում ենք, որ սկզբից որդին կտրել էր իրեն իր հորից, ժառանգությունը վերցնելով եւ գնալով հարել էր օտար ազգում, օտար մեկին, ինչպես որ ուշքի գալու այդ խոսքից ենք հասկանում, ինքն իրեն գալուց առաջ ինքն իրենից հեռացել էր։ Ուրեմն ինքն իրենից հեռանալը մի տեսակ մահվան ճանապարհ էր բացել իր առջև։ Եվ այս հանգամանքները հաշվի առնելով հայրը ասում է մեռած էր որդին եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց։ Եվ այս ուրախության ձայների ներքո մենք տեսնում ենք, որ ավետարանում նկարագրվում է, թե ինչպես մեծ եղբայրը գալիս է, հարցնում է, թե ինչ է կատարվում, ներկայացնում է նրան, որ ահա քո եղբայրը գտնվել է, վերադարձել է եւ ուրախություն է մեր մեջ, սակայն ավակ որդին բարկանում է եւ բարկության մեջ սկսում է հոր հետ վիճել։ Հայրը դուրս է գալիս նրան, որպեսզի համոզի, որ մտնի խնջույքի մասնակցի, սակայն ավակ որդին ասում է հետևյալը. այս քանի տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել, ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի, երբ եկավ քո այս որդին, որ քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր։ Ավակ որդու խոսքերի մեջ տեսնում ենք կրկին մերժում որդիության։ Ինչպես որ կրտսեր որդին էր մերժել իր որդիությունը, այնպես էլ ավակ որդին է մերժում իր որդիությունը, ասելով այսքան տարի ծառայեցի քեզ։ Իրեն իջեցնում է ծառայի մակարդակի վրա եւ վարձկանի տրամաբանությամբ վարձ չստացա քեզնից։ Եվ տեսնում ենք երկրորդ նրբությունը, որ ինքն իրեն կտրում է իր եղբորից, ոչ միայն հորից է կտրում, ասելով քեզ ծառայեցի, այլ նաև կտրում է իր եղբորից, ասելով քո այդ որդին։ Եվ հայրը նրան ասում է, որդյակ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամեն ինչ որ իմն է, քոնն է, բայց պետք է ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց։ Առակը միտքը թողնում է արկախ, վերջնական։ Ինչ եղավ, ինչ ելք եղավ։ Արդյոք ավակ որդին մտավ խնջույք, արդյոք կրտսեր որդին, որ վերականգնվել էր իր իշխանության մեջ, կրկին ժառանգության մաս ունեցավ, թե ոչ, կամ գուցե հետագայում կրկին դուրս եկավ այդ ողորմության միջից, թե ոչ։ Եվ սա մեզ հուշում է մեր եւ մեր Աստուծո հարաբերությունը, որ մենք պարբերաբար անկումներ ենք ունենում եւ վերականգնումներ ենք ունենում, մեր զղջումով վերականգնում ենք մեր նախկին պատմուճանը եւ մեր մեղանչումով կրկին դուրս գալիս այդ ողորմության ծիրից։ Եվ սա ազատ կամքի հանգամանքն է մեր կյանքում, որ Տերը լիուլի տվել է մեզ եւ չի բռնանում մեր վրա։ Ինչպես որ հայրը չբռնացավ որդու վրա եւ տվեց ժառանգությունը, այնպես էլ մենք, երբ որ կամենում ենք, Աստված թույլ է տալիս, որ հեռանանք իրենից։ Բայց երբ որ ինքներս մեզ ենք գալիս, վերականգնում ենք մեր միտքը, վերականգնում ենք մեր այդ զգացումը, որ պիտի վերադառնանք, վերադարձի զգացողությունը Տերը գրկաբաց ընդունում է մեզ եւ վերականգնում է մեզ մեր նախկին պատմուճանի մեջ, բայց հեռանկարում թողնելով դրա մեջ հաստատ մնալու անհրաժեշտությունը։ Տեսեք, սիրելիներ, հոր կերպարի մեջ
ձեռքերի այդ դրվագը, որ ասացի, կոշտ եւ նուրբ ձեռքերի միջև այդ տարբերությունը, սա կարող ենք նաեւ հասկանալ արդարության եւ ողորմության գաղափարի ներքո։ Մենք այս առակը ընթերցելիս պիտի տեսնենք մեզ կերպարների մեջ, մենք որ որդին ենք, կրտսեր որդին ենք, ավակ որդին ենք, մենք ինչպես պիտի վարվեինք, եւ մեր կյանքի մեջ մենք պիտի գտնենք դրվագներ, որտեղ որ մենք մեզ պահում ենք իբրև ավակ որդի, չհանդուրժելով մեղավորին մեր կողքը, չհանդուրժելով դարձ ապրած մեկին եւ մշտապես հիշելով նրա անկումը։ Բայց Տերը այս առակով ցույց է տալիս մեզ, որ արդարությունը առանց ողորմածության դարձնելու է մեզ դաժան։ Եվ Տերը իր արդարությունը համեմում է մշտապես իր ողորմությամբ եւ դրա համար է, որ մենք կարողանում ենք դիմել նրան խնդրելով արդարությամբ մի դատիր, այլ գթությամբ քո քավիր։ Հակառակ պարագային ոչ ոք արժանի չէ փրկության, որովհետև Աստուծո արդար դատաստանի առջև չի կարող արդարանալ ոչ մի մարդ, եւ մեր հույսը Աստուծո ողորմածության վրա է դրված։ Եվ Տերը խնդրում է մեզ նույնը կատարել այս առակով, մեր անհատական արդարադատությունը համեմել մեր ողորմության հետ, որպեսզի չդառնանք դաժան։ Եվ մեր շրջապատում տեսնելով սխալներ, արդարադատությամբ չդառնանք դատապարտողներ, այլ դատենք մեղքը, բայց արդարացնենք մեղավորին։ Ինչպես որ կատարում է Տերը։ Ուրեմն սիրելիներ, այսօրվա ավետարանական հատվածը մեզ հուշում է այն, որ ամեն պարագայի վերադարձը հնարավոր է։ Ամենավերջին մեղավորը ունի հնարավորություն վերադարձի։ Եվ այդ վերադարձի ճանապարհը կրկին վերադառնալով Ռեմբրանտ նկարչին կտավի մեջ արտահայտել է մի դրվագով։ Կրտսեր որդուն պատկերած վիճակում ծնկի է եկած, մազեր չունի, ստրկության նշանն է դա, սափրած գլխով, ցնցոտիներ, բայց կտավում մի նրբություն կա, որը հուշում է, որ իր հոր ժառանգությունից այնուամենայնիվ մի բան նա պահել էր։ Այս ավետարանում չի նշվում դրա մասին, բայց նկարիչը այդպես է տեսել։ Կրտսեր որդու կողից գոտուց կախված է մի դաշույն փայլող։ Ընդհանուր իր խավար այդ ֆոնի վրա առանձնանում է այդ դաշույնը, եւ որը իր հոր ժառանգությունից պահպանված այն մի հիշատակն էր, որի վրա հիմնվելով կարողացավ նա ոտքի կանգնել եւ վերադառնալ։ Եվ ուրեմն սիրելիներ, յուրաքանչյուրիս մեջ որևէ պարագայի, որևէ մեղքի, որևէ հանցանքի, որևէ անկման պարագայի մնում է միշտ այդ վերադարձի հնարավորությունը, հիշողությունը, ինքներս մեզ դառնալու այդ կռվանը։ Եվ մենք պետք է մշտապես մեր հայացքը ուղղենք նման պարագաներին, այդ մեր մեջ գտնվող Աստուծո պատկերի այն փոքրիկ նշույլին, որը մեզ պետք է մղի, որպեսզի մենք կարողանանք ոտքի կանգնել։ Մյուս կողմից մեր ազգի համար, եթե նայենք սիրելիներ, մենք տեսնում ենք եւս մեկ դաս։ Ինչպես որ կրտսեր որդին ինքն իրենից հեռանալով մահվան ճանապարհը բռնեց, եւ այդ ճանապարհը հստակ է,
ինքն իրենից հեռանալով պահանջեց ժառանգություն, ժառանգությունը ստանալով հեռացավ իր ինքնությունից, դարձավ անառակ կյանքի, անառակ կյանքը հանգեցրեց սովի եւ սովը հասցրեց մահվան դուռ։ Եվ մենք էլ պիտի սա գիտակցենք իբրև հավաքականություն, իբրև հայ ժողովուրդ, որ եթե մենք հեռանալու ենք մեր ինքնությունից, եթե հեռանալու ենք մեր հայրերի Աստծուց, եթե հեռանալու ենք մեր եսը եւ մեր ընդհանրական իմաստով հայ լինելիության կերպարից, ապա մեզ սպասում է նույն ճանապարհը։ Ժառանգությունը մսխելու ենք, ինչը որ կատարում ենք այսօր, արդեն 21-րդ դարն է, բայց մենք դեռ մսխում ենք 5-րդ դարից մեզ հասած ժառանգությունը, վրան ոչինչ չավելացնելով։ Մսխումը կտևի ինչ-որ մի ժամանակ, և դա պիտի հանգեցնի սովի և սովամահության, ոչ միայն նյութական իմաստով, այլ բարոյական մշակութային իմաստով նույնիսկ։ Եվ ուրեմն մենք պետք է հասկանանք, որ մենք կարիք ունենք ինքներս մեզ դառնալու, ինչպես որ անառակ որդին դարձավ ինքն իրեն և գիտակցելով, որ ինքը ունի մեջ ժառանգություն, որից զրկվում է, վերադարձավ իր հոր գիրկը, և հայրը իրեն ընդունեց գրկաբաց։ Ուրեմն սիրելիներ, խնդրենք Տիրոջը, որպեսզի մեզ իմաստություն շնորհի ճանաչելու ինքներս մեզ և շնորհի զորություն, որպեսզի կարողանանք վերադառնալ իրեն և իրեն դառնալով նաև վերականգնվել մեր այն նախկին պատմուճանի մեջ, որից զրկվեցինք մեր հեռացման, մեր անառակ կյանքի պատճառով։ Մեր Հայր Աստուծո շնորհը, Սուրբ Հոգու հաղորդությունը և Տեր Հիսուս Քրիստոսի սերը լինի ամենքիս հետ, ամեն։